Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Լուսանկարի ձախ կողմում Ադրբեջանի հոգևոր առաջնորդն է Ալլահ Շուքյուր Փաշազադեն։ Հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին եւ հավանաբար ոգևորության պատճառով մոռացել Ղուրանի գրվածքը, թե Աստված չի առաջնորդում նրան, ով ստախոս է։ 1000-ումի սուտ է պատմել Անտոնիո Գուտերեշին պնդել, թե հայ եկեղեցին ու հայկական սփյուռքը ակտիվ քարոզչություն են վարում հայ-ադրբեջանական խաղաղությունը խաթարելու համար։ Սա Հումմաթ Օղլու Փաշազադեն է ասում, այն մեկը, ով օգոստոսի 8-ից հետո հայրաբար մի դաստիարակչական ապտակ էլ չի տվել որդի Ալիևին, հայերին հիվանդ հասարակություն կոչելու, Հայաստանի ներքին գործերին խառնվելու, ուրիշ երկրի ինքնիշխան տարածքով անցնող երթուղին այսպես կոչված Զանգեզուրի միջանցք անվանելու համար, ինչն էլ ոչ թե պարզապես խաթարում, այլ ջարդ ու փշուր է անում հայ-ադրբեջանական խաղաղության, առանց այն էլ խարխուլ հիմքերը։ Մինչև երկու երկրների քաղաքական ղեկավարները քայլեր են ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ հայ եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի եւ նոր բախման։ Ալիևի լրատվամիջոցները գրում են, թե ի պատասխան Ալլահ Շուքյուրի այս հայտարարության ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ ասել է, որ սա անընդունելի է։ Տեսնես իսկ ինչպես Գուտերեշը կմեկնաբանի հենց իր ղեկավարած կառույցի խոշտանգումների դեմ պայքարող կոմիտեի լրջագույն մտահոգությունները կապված Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող 23 հայ ռազմագերիների հետ Ադրբեջանից Կարմիր խաչի մարդասիրական պատվիրակությանը վտարելու պայմաններում։ Ինչևէ, հետաքրքրական զուգադիպությամբ Ադրբեջանից էլ Ալիևի մեջլիսական նասիբն է խոսում մեր եկեղեցուց։ Հատկապես վերջին 150 տարիների ընթացքում հայկական եկեղեցին մի կողմ դնելով իր կրոնական առաքելությունը դարձել է ֆաշիստական եւ դիվերսիոն գաղափարախոսության կրող։ Այս հաստատությունը հանդես է եկել որպես տարածաշրջանում կայունությունը խաթարող հիմնական գործոններից մեկը, ժամանակ առ ժամանակ բարոյական աջակցություն ցուցաբերելով ահաբեկչական կազմակերպություններին։ Ինչ է կատարվում ադրբեջանցիների հետ, մասնագետն ասում է, պատահական ոչինչ չկա։ Փաշազադեի քավորությամբ շարունակում են դեռ ամիսներ առաջ ձեռնարկած գրոհը։ Իրենք փորձում են հայ առաքելական եկեղեցուն ներկայացնել որպես մի կառույց, որը դեմ է իբրև խաղաղությանը, բայց դրա հետ կապված որևէ իրական փաստարկ չեն կարող բերել։ Ադրբեջանական քարոզչամեքենայի շարժիչը հնարավոր ու անհնար բոլոր ուղղություններով գործի է դրվել։ Հայ եկեղեցու դեմ պայքարը հստակ համակարգված քաղաքականություն է, շարունակում է ադրբեջանագետը։ Միևնույն ժամանակ ես կարծում եմ դա տեղավորվում է այն խոսույթի շրջանակներում, երբ արտաքին աշխարհին խոսում են քրիստոնեության, քրիստոնեական արժեքների հետ կապված ճնշումների մասին, կոնկրետ Ադրբեջանում պահվող մեր հայ գերիների մասին խոսելիս Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կիրառեց 23 քրիստոնյա հայ գերիներ արտահայտությունը եւ դա մացապես նյարդայնացնում է Բաքվին եւ ես կարծում եմ եկեղեցու դեմ արշավը նաեւ այս տրամաբանության մեջ է տեղավորվում։ Որքան էլ Բաքուն ջանա պատմությունն ու իրականությունը շրջել գլխի վայր մեկ է, հայ առաքելական եկեղեցին հավատարիմ է մնում դարերով փորձված իր առաքելությանը, խաղաղության, հաշտության ու արդարության գաղափարների տարածմանը։ Իսկ այդ արժեքները խեղաթյուրելու յուրաքանչյուր փորձ մեկ բանի մասին են վկայում։ Ճշմարտությունը խանգարում է բռնատիրությանը, ծանրացնում լարախաղաց Ալիևի խաչը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը կալանավորվեց 2 ամսով։ 1 ամսով կալանավորվել է նաև Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին Արսենյանը։ Հիշեցնենք, հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ եւ առաջնորդարանի աշխատակիցներ։ Ես պահին հոդվածներից մեկը, որը որ մեղսագրվում է, այն պահին իբր երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել։ Այսինքն իրենք ասում են 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի եւ կոնկրետ անձի չընտրի, 2021 թվականին դա հանցագործություն չի եղել։ 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության։ Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ եւ դիտարկվել։ Նիկոլ Փաշինյանը եւ Թրամփը ձեռքսեղմում են ունեցել Շարմ էլ-Շեյխում ու կարճ զրուցել։ Փաշինյանը Եգիպտոսում մասնակցել է նաեւ լուսանկարման արարողությանը։ Խաղաղության գագաթնաժողովի մասնակից առաջնորդները համատեղ լուսանկարվել են։ Թրամփը մեծ գործարքի կապակցությամբ բոլորին հորդորել է ժպտալ։ Գագաթնաժողովի շրջանակում ստորագրվել է Գազայում պատերազմի ավարտի համաձայնագիր Եգիպտոսի, Ամերիկայի, Թուրքիայի եւ Կատարի ղեկավարների կողմից։
Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը որևէ քրեական գործում նույնիսկ վկայի կարգավիճակ չուներ եւ հանկարծ գրոհ սկսվեց նրա դեմ։ Լրագրողների հետ հանդիպման եկած միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը ամենասկզբից է վերլուծում ազգային բարերարի գործը։ Ասում է 45 տարվա իրավապաշտպանական գործունեության ընթացքում Ուգանդայից մինչև Բանգկոկ ինչ ծանր գործեր ասես, որ չեն անցել ձեռքի տակով։ Այսպիսի բան դեռ չի տեսել։ Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել։ Մեկը Ռուբեն Վարդանյանն է, մյուսը Սամվել Կարապետյանը։ Մարդիկ իրենք պետք է հարց տան։ Ինչու է Կարապետյանը Հայաստանում կալանավորված։ Բացարձակապես անմեղ մարդ, ում կալանավորել են այն ժամանակ, երբ եկել էր մասնակցելու հոր 40-ին։ Այսինքն քաղաքական ակցիայի ցույցի չէր մասնակցում։ Եվ ելնելով նրա խոսքերի համատեքստից միանգամայն պարզ է, որ մտքով անգամ չի անցել որևէ գրոհ կազմակերպել։ Ամստերդամը ազգային անվտանգության մեկուսարանում տեսակցել է Կարապետյանին, պնդում է վատագույն պայմաններում են պահում նրան, խտրականորեն թիրախավորում։ Պաշտպանական թիմով պատրաստվում ենք դիմել Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային այլ կառույցներ բարձրաձայնելու Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման մասին։ Հրապարակելու ենք նաև 60 էջանոց հայեցակարգային փաստաթուղթ։ Մեկ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհին տեղեկացնելու ենք, թե իրականում ինչ է կատարվում Եվրամիությանն անդամակցելու նպատակներ ունեցող Հայաստանում։ Տեղեկացնելու ենք, որ այստեղ խախտում են այդ միության մարդու իրավունքների կոնվենցիան։ Լրագրողները միջազգային իրավապաշտպաններին հարցնում են, ինչ ենթադրյալ, ինչ լիազորություններ է չարաշահել Կարապետյանը, ինչի հիմքով էլ նրա դեմ նոր փողերի լվացման մեղադրանք են առաջադրել։ Ամստերդամը հարցով է պատասխանում, իսկ ինչ լիազորություններ նա ուներ։ Տպավորություն ունեմ, թե այս մեղադրանքը Դիսնեյլենդում են կառուցել, այլ պատկերացումներ չեմ կարող ունենալ, արժանահավատություն չկա, իրենք էլ լավ գիտեն, պարզապես Կարապետյանը ձեռնարկատեր է, ավելացրել են նաև այդ մեղադրանքը, առանց որևէ էության, զավեշտալի ածականը բարձր ստանդարտ կլինի այստեղ նկարագրելու իրավիճակը, ընդամենը փորձում են նրա վարկանիշը փչացնել։ Հնարավոր է նոր մեղադրանքներ առաջադրվեն, Ամստերդամը չի բացառում, հավաքում է իրերն ու գնում, հակակոռուպցիոն դատարան, մասնակցելու կալանքը երկարաձգելու դատական նիստին։ Հույս ունի այս անգամ ներս կթողնեն, նախորդ անգամ մուտքը խոչընդոտել էին։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է Միքայել Սրբազանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Արա Զոհրաբյանը։ Զոհրաբյանի խոսքով քրեակատարողական հիմնարկներում տարածված է արատավոր պրակտիկա։ Աշխատակիցները զննում են փաստաթղթերի կողմից կալանավորված անձանց փոխանցված փաստաթղթերը։ Եթե նյութը ըստ նրանց անմիջապես չի վերաբերում գործին, այն վերցնում են կալանավորից։ Փաստաբանը բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարան, սակայն այն մերժվել էր։ Վերաքննիչ դատարանը արձանագրել է Սրբազանի իրավունքների խախտումը եւ պարտավորեց Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկի պետին քայլեր ձեռնարկել խախտումները վերացնելու համար։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոկտեմբերի 15-ին տեղեկացել է, որ մի խումբ հոգևորականներ բերման են ենթարկվել։ Դրանից հետո հաղորդում է ստացվել նաև փաստաբանից՝ ՄԻՊ-ի թեժ գծի միջոցով։ Պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբը մեկնել է քննչական կոմիտե։ Նպատակն է տեղում պարզել, թե ինչ պայմաններում են պահվում բերման ենթարկվածները եւ որքանով է իրավաչափ նրանց ազատությունից զրկելը։ Ըստ նախնական տվյալների քննչական կոմիտեում գտնվում են Հայ առաքելական եկեղեցու մի քանի հոգևորականներ։ Լոռու մարզի Ամրակից գյուղի Սուրբ Նիկոլայ եկեղեցում ընթացքի մեջ են բարեկարգման եւ ներքին հարդարման աշխատանքները։ Լոռի բերդում եկեղեցու եւ բաղնիքի վերականգնման աշխատանքները։ Նախատեսվում է նաեւ ջրամատակարարման նոր խողովակների տեղադրում։ Այս աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցներով։ Հայաստանում կինը կարող է մայր դառնալ առանց տարիքային սահմանափակման։ Առողջապահության նախարարությունը ազգային ժողով է ներկայացրել օրինագիծ, որով հանվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու տարիքային շեմը։ Մինչ այժմ տղամարդիկ կարող էին օգտվել մինչև 55, իսկ կանայք մինչև 53 տարեկանը։ Նախարարությունը նշում է, որ փոփոխությունը միտված է հավասար հնարավորություններ ստեղծել բոլորի համար։ Ընդդիմադիր падգամավորները սակայն զգուշացնում են, որ բարձր տարիքում մայր դառնալը կարող է առողջական ռիսկեր առաջացնել եւ կարծում են, որ որոշ սահմաններ պետք է պահպանվեն։ Մենք սահմանափակում ունենք, հիմա այդ տարիքային շեմը հանվել է, որտեղ մեր առավելագույն տարիքը 55-ն էր, եթե ինքը կինը պետք է կրեր հղիությունը 53-ը։ Արդյոք այս որոշումը վերաբերվում է պետպատվերի շրջանակներում, թե ընդհանրապես ուղղակի տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորության, այսինքն սա իր հետևից չի բերելու պետպատվերի շրջանակներում նման հնարավորությունից օգտվելուն։
Թուրքական ընկերությունները Հայաստանում գործում են արդեն մի քանի տարի, սկսած 2012-13 թվականներից։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կարևորում է ներդրումների դերը տարածաշրջանում խաղաղությունը ապահովելու գործում եւ ընդգծում է, որ խաղաղության հաստատման եւ սահմանների բացվելու դեպքում ներդրումների աճը, այդ թվում թուրքական ընկերություններից, կնպաստի տնտեսական կայունության հաստատմանը։ Նա նշել է, որ առանց նման գործակցության եւ ներդրումների պետության զարգացման համար դժվար կլինի ապահովել կենսունակություն, ինչպես ցույց է տալիս անցած տարիների փորձը։ Հայաստանից գյուղմթերք արտահանող Սպայկա ընկերության քրեական գործով Ռուսաստանի իրավապահները միջնորդություն են ներկայացրել Հայաստանի գլխավոր դատախազությունն ըստ մամուլի, սակայն դատախազությունը հրաժարվել է տրամադրել միջնորդության հիմքերն ու մանրամասները։ Սպայկայի ավելի քան 100 բեռնատար Ռուսաստանի տարածքում արգելափակված է արդեն մոտ 1.5 ամիս։ Ընկերությունը չի հայտնում, թե ինչն է իրավական գործընթացի պատճառը։ Լարված քննարկումներ են Կարմիր Սարում օգտակար հանածոյի արդյունահանման վերաբերյալ։ Խնդիրն այն է, որ Կարմիր Սարը ցեմենտի արտադրության մեջ օգտագործվող կրաքարի պաշարներ ունի եւ այսօր միաժամանակ հայտնվել է մի քանի հանքարդյունահանողների թիրախում։ Այնտեղ կան կարմիր գրքում գրանցված բույսեր եւ կենդանիներ, որոնց արկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։ Արարատի մարզի Կարմիր Սարին հարող եւ իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հայտնի մի քանի գյուղերին սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական եւ սոցիոլոգիական խորը ճգնաժամ։ Քանի որ համայնքապետարանի հետ ունենք նախորդ լսումից հուշագիր, պայմանավորվել ենք, որ պետք է հանքի տարածքը բացառապես, որտեղ որ դուք շահագործելու եք հանքը, ոչ թե 54 հեկտար, այդ որտեղ որ լինելու է, այդ շահագործը լինելու է բացահանք, լինելու է երաշեր կանոնչապատում, ընդգրկելով նաև երրորդ շարքի եւ առաջինից երրորդ շարքի հույսեր։ Ուժի մեջ է դա։ Հանրապետական կուսակցության կողմից ներկայացված կառավարության ֆինանսավորման մասին օրինագիծը Սենատը հերթական 8-րդ անգամ մերժել է։ Ներկայացուցիչների պալատի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծին դեմ է արտահայտվել 49 կողմ 45 սենատոր։ Ջոն Թունը, Սենատի մեծամասնության առաջնորդը, հայտարարել է, որ դեմոկրատների հետ դեռ բանակցություններ են տարվում ստեղծված վիճակից ելք գտնելու ուղղությամբ, իսկ շատդաունը Ամերիկայում շարունակվում է արդեն 2 շաբաթ։ Արտակարգ դրություն Լոս Անջելեսում իշխանությունները միգրանտների դեմ ուղղված ներգաղթային եւ մաքսային ծառայության կողմից իրականացնում են ռեյդերներ։ Լոս Անջելեսի շրջանի պաշտոնյաները լիազորել են բոլոր գործակալություններին ձեռնարկել համապատասխան միջոցներ դաշնային ներգաղթային ծառայության կողմից տուժած համայնքներին պաշտպանելու համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին վարչապետ է նշանակել Սեբաստիան Լեկորնյուին։ Լեկորնուն ներկայացրել է նոր կառավարություն, ընդգրկելով քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ եւ նախկին նախարարներ։ Ընդդիմությունը խոստացել է տապալել նոր կաբինետը, իսկ հանրապետական ներկուսակցությունը չի համաձայնել մասնակցել կառավարության ձևավորմանը։ Վարչապետը նշել է, որ կընտրի կուսակցական շահերից անկախ անդամներ եւ պատրաստվում է ներկայացնել 2026-ի բյուջեի նախագիծը։ ՆԱՏՕ-ի ամենամյաս թիթվաստ նուն միջուկային զսպման երկշաբաթյա զորավարժանքին մասնակցում է 14 անդամ պետությունների 2000 զինծառայող եւ 71 ինքնաթիռ։ Ամերիկյան զորավարժանքին ներկայացրել է F-35 կրկնակի նշանակության 4 կործանիչներ, որոնք կարող են կրել ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք։ Գերմանիան կրկնակի նշանակության 3 տորնադո ինքնաթիռներ, Լեհաստանը 3 F-16, Ֆինլանդիան 4 F-18, իսկ Շվեդիան Գրիփեն կործանիչներ։ Դաշինքի ղեկավար Մարկ Ռյուտեն հանդես է եկել տեսաուղերձով։ Այս զորավարժությունները պոտենցիալ հակառակորդներին հստակ հասկանալ է տալիս, որ մենք կարող ենք եւ կպաշտպանենք մեր բոլոր դաշնակիցներին ցանկացած սպառնալիքից։ Թրամփը հայտարարել է, որ եթե Ուկրաինայում իրավիճակը չկարգավորվի, Միացյալ Նահանգները կարող է քննարկել Կիևին Տոմահավ քրթիռներ մատակարարելու հարցը։ Ես կարող եմ ասել, եթե պատերազմը չկարողանա դադարեցվել, ես նրանց կուղարկեմ Տոմահավ քրթիռներ։ Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ Պուտինը կհամաձայնվի Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Նա նաև հաստատել է Զելենսկու հետ ունեցած արդյունավետ զրույցի մասին տեղեկությունները։ Հնարավոր է ստիպված լինեմ խոսել Ռուսաստանի հետ Տոմահավկի վերաբերյալ։ Ուզում են, որ Տոմահավկները թռչեն իրենց ուղղությամբ, չեմ կարծում։ Մտածում եմ արժե խոսել Ռուսաստանի հետ այս թեմայով։
Դաբաղի համաճարակը տարածվել է ֆերմաներում, ահազանգում են անասնապահները, ասում են վարակը Շիրակի մարզից է տարածվել ու հասել Լոռու, Տավուշի եւ մյուս մարզեր։ Արդեն մեկ շաբաթից ավելի է պայքարում են կենդանիների հիվանդության դեմ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ֆերմերներից Վրույր Այվազյանը համոզված է իր ֆերմայի կաթնատու կովերը բոլորը վարակված են։ Կենդանիներին ինքնուրույն են բուժում իր ձևակերպմամբ տարիների փորձված մեթոդով։ Սրա մասին չի խոսվում, սրա մասին ոչ ոք չի ասում, կարծես ամեն ինչ լավ է, իր բնականon հունով գնում է, բոլորն իրենց գործին են, բայց արի ու տես, որ ոչ, ֆերմերները շատ ծանր վիճակի մեջ են, չգիտես ինչու, սրա վերաբերյալ գործողություններ չեն իրականացվել, կառանտին չի եղել, բուժանյութերը եկել են, առաջին խմբականակը եկել է ոչ այս տեսակ դաբաղի համար, երկրորդ խմբականակը եկել է շատ ավելի։ Ֆերմերները պատմում են, թե վարակը հատկապես կովերի եւ խոզերի շրջանում է տարածված, դաբաղը կենդանիների մոտ ուղեկցվում է ախորժակի կորստով, կաթնարտադրության նվազումով, կաղությամբ, առատ թքարտադրությամբ եւ քթային արտահոսքով, որոճող կենդանիների մոտ եւ մատղաշների մահացությամբ։ Կենդանիների մոտ կարող են զարգանալ նաեւ երկրորդական վարակներ, օրինակ վերջույթների փտաղտ։ Անասնապահները հորդորում են քաղաքացիներին զգոն լինել, քանի որ դաբաղը մսի եւ կաթի միջոցով է փոխանցվում մարդուն։ Միսը պետք է երկար ջերմային մշակման ենթարկել։ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր հաստատված դեպք չունեն ու քանի որ դիմող չի եղել, փորձաքննություն չի իրականացվել։ Եթե այդպիսի կլինիկական նշաններ կան, ընդհանրապես պետք է դիմել համայնքի անասնաբուժին առաջահերթին, իսկ անասնաբուժը արդեն կտեղեկացնի ՍԱՏՄ տեսուչներին, բայց կարող են նաև ուղղակի զանգել տեսչական մարմնի թեժ գծով, իսկ մենք որևէ բողոք չենք ստացել, որևէ ահազանգ որպես այդպեսին չենք ստացել։ Եվ բնականաբար այս պահին լաբորատոր հաստատված որևէ դեպք չունենք։ Այս պահին կտեսնենք, թե ինչ գործողություններ կարելի է անել։ Գյուղացիների ահազանգից ժամեր անց էկոնոմիկայի նախարարը լրագրողների հետ զրույցում հերքեց դաբաղի տարածվածության մասին լուրերը։ Դաբաղ է տարածված, այդպիսի բան գոյություն։ Ինչի՞։ Մենք պարզապես իրականացնում ենք միջոցառումներ, որը շատ լավ իրականացնում ենք եւ այդպիսի բան։ Կա, չէ՞։ Բայց հարևան երկրներում կա, մենք հիմա վակցինացիա ենք անում։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից էլ պնդում են, թե դաբաղը չի փոխանցվում մարդուն եւ չի համարվում հանրային առողջության ռիսկ։ Այն խիստ վարակիչ վիրուսային հիվանդություն է, որը ախտարում է հիմնականում երկսմբակավոր, խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներին, խոզերին եւ այլ վայրի կենդանիներին։ Մոտ 2 ամիս Էրեբունի վարչական շրջանի Ավանեսովի փողոցում հակասանիտարական վիճակ է։ Դիտահորից կեղտաջուրը իր ողջ պարունակությամբ դուրս է թափվում, հասնում մինչև Էրեբունի հիվանդանոց։ Այս սա կեղտը դուրս է տալիս, լստին այ։ Բնակելի թաղամաս, մանկապարտեզ, հիվանդանոց։ Ինչ վիճակա։ Մի քանի շենքերի բակեր, անգամ մանկապարտեզի տարածքը կոյաջրերով է ողողված։ Ծնողները զայրացած են, ամեն օր տասնյակ երեխաներ են այդ հատվածով անցնում, ստիպված շնչում են գարշահոտը։ Գործող մանկապարտեզը, այս գարշահոտը տեսեք։ Երեխաները մանկապարտեզ են այցելում գարշահոտի պայմաններում։ Քաղաքային իշխանությանն են դիմել նաև Էրեբունու թաղապետարան ու Վեոլիա ջուրընկերություն։ Այնտեղից հայտնել են, որ դա իրենց տիրույթում չէ ու հետևաբար անելիք էլ չունեն։ Ու ստիպված մի ամբողջ թաղամաս ապրում է հակասանիտարական պայմաններում։ Քաղաքացիները համաճարակի վտանգի մասին են ահազանգում, կոչ անում պատասխանատուներին արագ գործել։ Վիճաբանություն ու ծեծկրտուք է տեղի ունեցել Աբովյանում հանրապետության 20 շենքին հարակից տարածքում հոկտեմբերի 11-ին։ Մի խումբ անձինք են վիճաբանել միմյանց հետ։ Հայ հոյանքներից հետո կրակոցներ են հնչել 29-ամյա Խանամիրը, 34-ամյա Անդրանիկն ու 39-ամյա Վահեն վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ խումբը, բաժնի պետի տեղակալի գլխավորությամբ ժամանել են նաև ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ոստիկանության մեծ թվով օպերներ վարչության պետի գլխավորությամբ։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են առնանման հետքեր, կրակված պարկուտներ, դանակ, բջջային հեռախոս։ Տարածքը ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի պարեկներն են սահմանազատել։ Իդեպ մի քանի բնակիչներ կային, նշում էին, որ հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, երբ այստեղ վիճաբանություն բաներ տեղի ունենում, բարեկային ծառայության ավտոն անցնում էր ու չէր կանգնում։
Իդեպ քրեական եւ համայնքային ոստիկաններն ու քննիչները կարելի է ասել բացահայտել են դեպքը, հայտնաբերել են նաեւ հանցագործության գործի կատարճանակը, սակայն նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չեն հայտնում։